Այս ռասկլադը նրա համար է, եթե բիզնես եք դրել, ցանկանում եք իմանալ ինչպես անել, որ առաջ գնա ձեր բիզնեսը, ինչ կարող է բերել ձեզ, միգուցե բաներ կա, դուք չեք հասկանում, որտեղից սկսեք, որտեղից ավարտեք։ Ինչ կարող եմ անել ես բիզնեսիս համար, հարցը այսպեսին, ովքեր բիզնես են դրել, իսկ եթե կունենաք հարցեր տարօր ռասկլադների համար ավելի լայնածավալ, ինձ մոտ WhatsApp և Telegram +377493404537 կոնտակտով դուք կարող եք իմանալ բավականին ավելի մասշտաբային հարցի պատասխանները և այսպես գնացինք։ Հարց ուղղեցիք և ես անցնում եմ կանխատեսման։ Ինչպես դուք կարող եք ձեր բիզնեսը առաջ տանել, որպեսզի ունենաք լավ արդյունքներ, ովքեր ուղղել են հարցը։ Առաջինը իրավիճակը ներկապային ձեր բիզնեսի, երկրորդը ձեր պրոյեկտի վիճակը ներկապային, ինչ-որ փնտրտուքների մեջ եք, ինչ-որ բան այն չէ, որ ինչու, գուցե ինչ-որ բան եք փնտրում, որ ճիշտ դուրս գաք այդ իրավիճակից, ստեղ լեզվի վրա ձեր աշխատեք, որովհետև զորով, կռվով, դավով ոչ մի բան, ստեղ խնդիրները ձեր մեջ է, սամսիվ է վրակ, դրա համար ստեղ կարող է լինեն խնդիրներ։ Երկրորդ քարտը, ներկապային ոչ մի լավ բան դեռ չեմ տեսնում։ Միգուցե որոշ մարդիկ ուղարկել են գրողից օծել, պրոյեկտը բիզնես ինչ է չի աշխատում։ Երկրորդը, ինչպես դուք կարող եք ձեր այդ մտահղացումը լավացնել, քիչ էմոցիոնալ, սենց արտահայտվեք, ուրախացեք, որովհետև դուք տենց փակում եք նախորոք ասելով, որ սա եմ անելու, նա չի լինի ձեզ մոտ։ Դրա համար պետք է աշխատեք ձեր լեզվի վրա, ինքներդ ձեզ փակում եք ձեր չակրան, հաջողության։ Երրորդ պոզիցիան, ինչ պետք է դուք անեք սոցիալ պլանում, ստեղ տեսնում ենք, շատ շանսեր կա, ոչինչ չեք անում, բոլորի ամբողջ աշխարհից նեղացել եք, բոլորը մեղավոր են բացի ձեզանից, դրա վրա պետք է աշխատեք շանսերը օգտագործելու։ Հաջորդ պոզիցիան, ինչ կարող է տալ ձեզ այդ բիզնեսը ֆինանսային պլանում, շատ բան կարող է տալ, ամեն ինչ հեշտ չէ, տեսնում եք պատը, որպեսզի դուք դուրս գաք այդ ճգնաժամ վիճակից, և վերջի քարտերը շատ հետաքրքիր է, ինչ կարող է տալ հոգևոր պլանում, հոգևոր պլանում դուք կհասկանաք, որ դա ձերը չէ,